Դա հրահարելու է մի իրավիճակ, որ Ռուսաստանն էլ է ներքաշվելու մեր ներքաղաքական կյանքում։ Բնականաբար դա ներքին գործերի միջամտության փորձ է։ Դուք ձեզ համարում եք ռուսամետ ուժ։ Հայաստան դաշինք ռուսամետ ուժ է։ Ես մեզ համարում եմ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների կողմնակից, բայց ոչ ի հաշիվ արևմուտքի հետ հարաբերությունների։ Դուք պատրաստ եք հանուն գազի չթանկացման սակարկել Հայաստանի սուվերենությունը։ Դուք ինչպես ձեր քաղաքական առաջնորդը սուվերենություն։ Հայաստան պլան B ունի այդ տնտեսական լուրջ ռիսկերին դիմակայելու համար։ Մենք ունենք այլընտրանքային ուղիներ, երբ որ դուք խոսում եք Այլընտրանքը ո՞րն է ներառում։ օրինակ Պարսկաս Իրանից եկող խողովակը, մենք խոսում ենք սուվերենության մասին, ես Խոչանի կառուցած եւ սակարկած Արցախ անունը չեք տալիս, որովհետեւ վախենում եք, որ Ադրբեջանը կվնասի Հայաստանը։ Դա ձեր մեկնաբանությունն է, միջազգային տերմինոլոգիա գոյություն ունի։ Ինձ մի սովորեցեք, ինչ է Ղարաբաղը, ինչ է Արցախը։ Թույլ տվեք ասեմ, ես վստահ եմ։ Դուք որպես հայ ու հայաստանցի հաշ չեք ձեր ասած հետ, ինչ որ հիմա ասում եք։ Եթե ստիպված եք մի ասեք, ձեռով արեք, Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագրի իրավիճակը հասցնում են աղետի, դասում դե լա ասա, այս աղետից ո՞նց ենք դուրս գալ։ Ասում եք, կներեք, դուք եք ինչ եք հասցրել աղետի։ Նման ձև բանակցում են եւ նման ձև քաղաքականություններ էին վարում, ձեր շատ սիրելի նախկին ղեկավարները Անևանյանի տարբերություն ձեզ երկրի ղեկավարներին չեմ սիրում։ Բարև ձեզ, եթերում Civilnet-ն է։ Այսօր քննարկում ենք վարչապետ Նիկոլ Փաշինյանի ապրիլի 1-ի մոսկովյան այցը, ինչ իշխանությունը խոսում է Մոսկվայում ձեռք բերված պայմանավորվածությունների եւ նոր հնարավորությունների մասին, ընդդիմությունը ազանգում է հայ-ռուսական հարաբերություններում ճգնաժամի եւ ռիսկերի մասին։ Ի վերջո, ինչ շահեց եւ ինչ վտանգեց Երևանը այս այցով։ Պատկերը կփորձենք բարձել մեր հյուրերի հետ։ Տաղավարում են Ընդդիմադիր Հայաստան դաշինքի պատգամավորության տեխնացու Բորիս Մուրազին, բարև ձեզ, եւ կառավարող քաղաքացիական պայմանագիր կուսակցության պատգամավորության տեխնացու Լևոն Լևոնյանը, բարև ձեզ։ Շնորհակալ եմ, պարոնայք, հրավերը ընդունելու եւ այստեղ գտնվելու համար։ Պարոն Լևոնյան, եկեք ձեզանից սկսենք։ Տեսեք, վարչապետը այցը որակեց շատ հաջողված, խոսելով ռազմատեխնիկական եւ մշակութային պայմանավորությունների մասին, մինչդեռ միջազգային մամուլը խոսում է Ռուսաստանի կողմից հնչեցրած կոշտ, այսպես նախազգուշացումների մասին, որն էր այս հաջողության իրական գինը ձեզ եւ արդյոք Մոսկվան այս այցի ընթացքում այն ինչ որ մենք տեսանք այցի բաց հատվածում, այսինքն հանդիպման բաց հատվածում, երբ Պուտինը տարօրինակ կերպով, որովհետև օրդինար չի Պուտինի պարագայում, երբ ինքը խոսում է շատ մանրամասն, ինչ որ թվեր է ներկայացնում եւ այլը, արդյոք Մոսկվան այս առումով խոսելով գազի մասին, խոսելով շուկայի մասին, խոսեց իրական ցույց տվեց այն գործիքակազմը, որով կարող է ազդել Հայաստանի վրա եւ ցույց տվեց նաեւ այն, որ դժգոհ է Հայաստանի եվրոպական ինտեգրման գործընթացից։ Շնորհակալ եմ հարցի համար։ Ես իրականում չէի համաձայնի, որովհետև կարծիքները միանշանակ չեն, նաև միջազգային հանրության տված կամ էքսպերտների, փորձագետների տված եզրակացությունների մեջ։ Այդ այցը, եթե կարճ ձևակերպենք, Հայաստանի Հանրապետության սուվերենության մասին էր, Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության մասին էր եւ Հայաստանի Հանրապետության ներքին քաղաքական կյանքը եւ օրակարգը սեփական ձևով թելադրելու եւ կառավարելու վերաբերյալ էր։ Բազմիցս Պուտինը իր տարբեր հանդիպումներում, մասնավորապես ԵԱՏՄ-ի գագաթնաժողովների ժամանակ մեջ բերել է բազմաթիվ տնտեսական արդյունքներ, ցուցանիշներ, էքսպորտի եւ իմպորտի վերաբերյալ, արտանման ներկրման ցուցանիշներ տվյալներ, այսինքն դա առաջին անգամ չէր, երբ որ Բայց այս անգամ առաջին անգամ խոսեց գազի գնի մասին, հստակ Եվրոպայում եւ Հայաստանում տարբերությունների, խոսեց նրա մասին, թե ինչքան գյուղմթերք է Հայաստանից սպառվում ռուսական շուկայում։ Նայեք, Ռուսաստանում ի տարբերություն շատ այլ երկրների կա մի գլխավոր խոսափող եւ կան ավելի փոքր խոսափողներ, ովքեր որ շարունակում են, գլխավոր խոսափողի նարատիվները առաջ տանել եւ բազմաթիվ են եղել դեպքերը նույն, չգիտեմ, փոխվարչապետերի մակարդակով, նույն Օվերչուկի, չգիտեմ, խոսնակների մակարդակով, ԱԳՆ-ի մակարդակով տարբեր նոտաներ, տնտեսական սպառնալիքներ, չգիտեմ, գազի գնի թանկացում, համեմատություն, որ նաև ինչու՞ չէ նաև Սալավյովի, ով որ հանրահայտ կերպար է եւ հանդիսանում է ռոպագանդայի համար մեկ կատարողը, այսպես ասած, բազմաթիվ են եղել նման համեմատությունները, ես չեմ ուզում դա որպես սպառնալիք ձևակերպել, որովհետեւ դա տնտեսություն է, դա առևտուր է եւ այդ այցը նաև նրա մասին էր, որ մենք քչերի կախվածությունը պետք է փոխարինենք մի քանի այլ կախվածություններով եւ փոխադարձաբար
հայելային տարբերակով պետք է շատերը նաև կախված լինեն Հայաստանի Հանրապետությունից, ինչը կարճ անում ենք մենք։ Շատ կարճ հարց, հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են ըստ ձեզ։ Հայ-ռուսական հարաբերությունները բացարձակապես վտանգված չեն, եթե կարող եմ մանրամասնել ինչու վտանգված չեն, որովհետև եթե վտանգված լինեին, տնտեսական աճ չէր լինի, այսինքն Հայաստանի ապրանքների արտահանման թվերը չէին աճի եւ Պուտինն էլ դրա մասին խոսում է, հենց այդ է հուշում։ Նայեք, բայց դրան զուգահեռ նաեւ աճել են արաբական երկրներ մեր արտահանումները, աճել են եվրոպական երկրներ մեր արտահանումները եւ Ամերիկա մեր արտահանումները։ Շատ լավ, շնորհակալ եմ, նույն հարցը ձեզ, պարոն Մորազի, հայ-ռուսական հարաբերությունները վտանգված են, թե ոչ, այս այցը ինչ ցույց տվեց այդ առումով։ Գիտեք, պարոն Օղեսյան, պետք է արձանագրել, դուք արձանագրեցիք, ես մի փոքր ավելի բաց եմ, պարոն Լևոնյանը երևի շատ չի հետևել քաղաքական գործընթացներին, աշխարհաքաղաքական համատեքստում Վլադիմիր Պուտինի վարքագծին, այդ մարդը հատուկ ծառայություններից է եկել պետական իշխանության եւ իր համար խորհուրդ է հրապարակային այդքան մանրամասն խոսել բարեկամ պետության կամ դաշնակից պետության հետ հարաբերությունների մասին, հա, սովորաբար դա արվում է կուլիսներում եւ հիմա շատ բացվեց, ավելին նաեւ իրականացավ այն մտահոգությունը, որ ես ունեի ու շատերն ունեին, հա, այն առումով, որ երբ այս իշխանությունները Եվրամիությանը նամակով դիմում են, խնդրում են, որ ընտրություններին գան, օգնեն իբր որոշակի հիբրիդային սպառնալիքներից պաշտպանվելու, դա հրահարելու է մի իրավիճակ, որ Ռուսաստանն էլ է ներքաշվելու մեր ներքաղաքական կյանքում, բաց հրապարակային ընդ որում, եւ դա եղավ Պուտին-Փաշինյան հանդիպման ընթացքում։ Ռուսական անձնագրերի մասին որ խոսեց, դրա մասին ռուսամետ ուժերի ընտրություններին մասնակցությունը թույլ տալու մասին էր խոսքը, որ հնարավորություն կստեղծվի այդ երբ էր Պուտինը նման խոսակցություն ունեցել։ Դուք ձեզ համարում եք ռուսամետ ուժ։ Հայաստան դաշնային ռուսամետ ուժ է։ Ես մեզ համարում եմ Ռուսաստանի դաշնակցային հարաբերությունների կողմնակից, բայց ոչ ի հաշիվ արևմուտքի հետ հարաբերությունների։ Կարծում Ռոբերտ Քոչարյանի իշխանության տարիները հենց դրա մասին են եղել։ Նկատի ունեմ ձեզի նկատի ունեմ Ռուսաստանը, երբ ասում եմ ռուսամետ ուժ, օրինակ Հայաստան դաշնակցին նկատի ուներ, բայց ենթադրաբար ինքը նկատի ուներ այն ուժերին, որոնք Ռուսաստանի հետ հարաբերությունների կողմնակից են։ Ի վերջո մենք տեսնում ենք, որ իշխանությունը եւ իրենց սատելիտ ուժերը Ռուսաստանին որպես թշնամական պետություն են վերաբերվում եւ բնական է, որ այդ ֆոնին, այս իշխանության վարքագծի ֆոնին Ռուսաստանի հետ հարաբերությունների պահպանման կողմնակից ուժը կարող է դիտարկվել ռուսամետ ուժ։ Բայց գանք նաեւ այդ խոսակցությանը, հա, երբ որ Ռուսաստանի Դաշնության նախագահ այդքան բաց հրապարակային խոսում է այդ գործընթացների մասին, դա մի բանի մասին է վկայում, որ ինքը չի վստահում Նիկոլ Փաշինյանին, որովհետև եթե վստահեր Նիկոլ Փաշինյանին, ապա այդ խոսակցությունը կլիներ կուլիսներում, ինչպես նախորդ բոլոր ղեկավարների կամ այլ պետության ղեկավարների հետ լինում է։ Այս պահին հրապարակային նման ձևակերպումներով Ռուսաստանը երկու պետության հետ է խոսում։ Ուկրաինայի, հա, որտեղ պատերազմական գործողություններ են ընթանում, եւ Հայաստանի։ Ընդ որում խոսողների նմանությունն էլ կա, հա, այն ինչ որ այն խիստ հռետորաբանությամբ որ խոսեց Մեդվեդևը Հայաստանի մասին, ինքը նախկինում խոսում էր Ուկրաինայի մասին։ Քավլիցի ամենևին տպավորություն չլինի, թե մենք որպես ընդդիմություն ուրախ ենք, որ Ռուսաստանը նման վերաբերմունք ունի այսօրվա, որովհետև այսօրվա իշխանությունները չեն սահմանափակվում միայն քաղաքացիական պայմանագրով, այսինքն նրանց դեմ գործողությունները, դա անդրադառնալու Հայաստանի Հանրապետության եւ այս բոլորից։ Այսինքն այդ բաց թափանցիկ խոսակցությունը մի բանի մասին է վկայում, ես այս ձևակերպումը օգտագործելով փաստեր եմ բերելու, ամենևին նպատակ չունեմ վիրավորելու պարոն Լևոնյանի քաղաքական առաջնորդին, դա խոսում է մի բանի մասին, որ Նիկոլ Փաշինյանը առնվազն մի քանի անգամ ստել է, իրականությունը այլ կերպ է, այն ինչ որ քննարկել են կուլիսներում, այլ կերպ է ներկայացրել Հայաստանում եւ այլ մայրաքաղաքներում, Պուտինը դա հրապարակային ասելով, փակում է այդ հնարավորությունը, ասելով, որ մեր վերաբերմունքը սա է։ Պարոն Մորազի, տեսեք, այնուամենայնիվ դուք քննադատում եք իշխանություններին ասելով, որ փլուզում են, չգիտեմ, հայ-ռուսական հարաբերությունները եւ այլ, բայց այնուամենայնիվ իհարկե Պուտինը խոսեց բաց, բայց գործը դեռ չի հասել սանկցիաներին եւ գուցե դժվար է հասնել մինչեւ ընտրությունները դրան, արդյոք այս առումով ձեր քննադատությունը շատ էմոցիոնալ ներքաղաքական չէ, այլ ոչ թե իրական արտաքին քաղաքական իրողություններից։ Տեսեք, ընդհանրապես էմոցիոնալ չի, այս ընթացքում եղել են տարբեր քննադատություններ, որոնք առաջին հայացքից թվացել են էմոցիոնալ, բայց ժամանակի ընթացքում այդ ամեն ինչը տեղի է ունեցել։
Ես պարզ օրինակ բերեմ, ես սրա մասին երևի 10 անգամից ավել առանձին եթերներ եմ ունեցել, խոսել եմ հարցազրույցների ժամանակ 2023 թվականին Ալիևի կողմից հնչեցված Հայաստանի սահմանադրության փոփոխության պահանջը, երբ մենք սրա մասին խոսում էինք, իշխանություններն ասում են չկա նման բան, չէ՞։ Եվ դուք ուղղակի մարդկանց մոլորեցնում եք եւ ձեր նպատակն է քաղաքացիների հույզերի վրա աշխատելը, բայց անցավ 1-2 տարի, իրականությունը պարզվեց, որ հենց այն է ինչ իշխանությունը ասել է, որ Ադրբեջանը ունի սահմանադրություն փոխելու պահանջ, միշտ եղել է այդ պահանջը Ալիևի կողմից։ Իշխանությունը ասել է, որ մենք սահմանադրություն չենք փոխելու Ադրբեջանի պահանջով։ Մինչև հիմա էլ ասում է, որ չենք փոխելու։ Նիկոլ Փաշինյանը չէ, հիմա ասում են, բայց փոխում են, հիմա ասել է, ասում դու էլ ասա։ Չէ, դա ներքին օրակարգ չէ, ներողություն, ներքին օրակարգ չէ։ Նիկոլ Փաշինյանը շատ հստակ բերել էր հիմնավորումներ, ընդ որում այդ հիմնավորումների հետ ես կարող եի համաձայնել եւ հրապարակային համաձայնվել եմ, որ այն մտահոգություններ, որ Ադրբեջանը կարող է ունենալ, մենք տասնապատիկ ավել ունենք Ադրբեջանի սահմանադրության հետ կապված եւ այդ հիմնավորումները բերելով Փաշինյանը բացատրում էր, թե ինչու չպիտի փոխվի ինչու մենք չպիտի հրաժարվենք անկախության հռչակագրից, ինչի չպետք է փոխվի մեր սահմանադրությունը։ Հիմա ներողություն ավարտենք։ Ադրբեջանը չփոխեց իր դիրքորոշումը, Հայաստանը հեկավ ասավ նրան, որ հռչակագրից հրաժարվում է։ 1-2 Քանի որ վերադառնալով մեր թեմային 1-2 օրինակ, որպես պարոն Լևոյանն պատասխանի, որ ասացիք Նիկոլ Փաշինյանը մի բան ասել է Մոսկվայում, մեկ այլ բան ասել է Բրյուսելում, չգիտեմ Վաշինգտոնում, նույն երևույթի վերաբերյալ իրարներ։ Եկեք վերջին հանդիպումից սկսենք, հա։ Նիկոլ Փաշինյանը մեկ օրինակ։ Շատ բարձ օրինակ։ Նիկոլ Փաշինյանը ասել է, որ հարաբերությունները զարգանում են, չէ՞, վերջին հանդիպումը, որ աննախադեպ ոնց էր ձևակերպել, խնդրում եմ այդ ձևակերպումը։ Ես կձևակերպեմ, ես ինքս պարոն Լևոյան քիշատակի։ Այսինքն մենք ակնհայտ հրապարակային տեսանք, որ այդ հարաբերությունները ճգնաժամային փուլում են առնվազն։ Փաշինյանը ասում է մենք ունենք ձեռքբերումներ։ Չէ, մի երևույթի վերաբերյալ, որ Մոսկվայում մի բան է ասել, Վաշինգտոնում մեկ այլ բան, Բրյուսելում մեկ ուրիշ բան, որ չգիտեմ, ինչ որ մեկի մոլորեցրել է։ Արցախի հարցի վերաբերյալ քննարկումները։ Այսինքն եղել է նոյեմբերի 9-ի փաստաթուղթ, չէ՞, ստորագրում, Մոսկվայում չեն ստորագրել, որ Ռուսաստանի հսկողությամբ պիտի տրվի ճանապարհ Ադրբեջանին, չէ՞, 9-րդ կետին չէր ասում։ Դա Նիկոլ Փաշինյանը անգամ Հայաստանում հրապարակային այլ ձև է մեկնաբանել, ասել է, որ դա ներողություն, ասել է, որ դա իրենք կարող են համակարգիչներով վերահսկել, այսինքն տեսախցիկներով վերահսկել, իրենք դա խոսք չի գնում ճանապարհ տալու տարբեր մեկնաբանություններ, այսինքն միայն այդ կետը, որը ընդ որում բերել է աղետի, միայն այդ կետը բավարար էր չվստահելու իր հրապարակը։ Պարոն Մարազի, դուք լավ չեք կարդացել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը, ես խորհուրդ կտամ ձեզ եւս մեկ անգամ կարդալ եւ 9-րդ կետում նշված է եւ 9-րդ կետում նշված է ընդամենը Լաչինի Միջանցքի վերաբերյալ ռուսական զորքերի վերահսկողության եւ անցակետերի մասին, իսկ կոմունիկացիաների ապաշրջափակման համատեքստում, եթե նայենք մեղրով ճանապարհը, դա այսպես թե այնպես ռուսական զորքերը հարավային սահմանին Պարսկաստանի հետ կանգնած են եւ այդ ճանապարհը այսպես թե այնպես անցել է ճանապարհը պիտի վերահսկի ռուսական ԱԴՑ սահմանապատ ճանապարհի վերաբերյալ որևիցե խոսակցություն վերահսկողության վերաբերյալ որևիցե նշում Մեղրի անվան մասին չեք կարող Մեղրի շրջանի Մեղրի շրջանի մասին չէ այդ ճանապարհը որը պիտի Ադրբեջանի ճանապարհային Պարոն Լևոնյան, Ադրբեջանի Փաշինյանի ձևակերպմամբ այս խնդրում եմ շրջանները կապել նախաճանաչեք դուք ես խորհրդանիշ կարդակ հետո այդ ժամանակ կբանանք ոչ մի տեղանուն Հայաստանի սուվերեն տարածքի որևիցե տեղանուն նշված չէ Ես խորհուրդ կտամ կարդակ բայց ես ասացի տեղանունն է նշված դուք ասում եք Մեղրի չեմ ասել պարոն Լևոնյան ուշադրեք ճանապարհների նկատմամբ վերահսկողություն ՀՀ սուվերեն տարածքում եւս նշված չկա Խնդրում եմ կարդացեք եւ կասեք ինչ վերաբերվում է ձեր այն թեզին որ կուլիսների հետևում այլ բան են խոսում եւ գալիս հանրության առաջ այլ բան են խոսում հարգելիս դուք երևի թե ամնեզիա ունեք քաղաքական ես իհարկե ամենայն հարգանքով ձեր անձի նկատմամբ գիտեք բայց նման ձև բանակցում են եւ նման ձև քաղաքականություններ էին վարում ձեր շատ սիրելի նախկին ղեկավարները մասնավորապես երկրորդ նախագահ եւ երրորդ նախագահ ովքեր որ կուլիսների հետևում գնում են տարբերություն ձեզ ղեկավարների չեմ սիրում Եվ հարգում եք եւ ընդունում եք եւ դուք այդ թիմի գաղափարներն եք կիսում եւ այսօր գտնվում եք այդ բևեռում, ինչը որ ես ընդունում եմ, դա ձեր իրավունքն է եւ ձեր որոշումն է, բայց հիշեցնում եմ, թարմացնում եմ ձեր քաղաքական հիշողությունը, որ իմանաք Քուվեստում ինչ էին բանակցում, Լիսաբոնում ինչ էին բանակցում, Մոսկվայում, Կազանում ինչ էին բանակցում, Լավրովյան պլանը իրենք ինչ էր եկեք վերադառնանք մեր թեմային։ Տնտեսական թեմայով ասեմ։ Հենց դրան է վերաբերում։ եւ աճը։ Դրան է վերաբերում իմ հարցը հիմա եւ ժամանակ նաև արձանագրվեց եւ երկու կողմերն էլ դա արձանագրեցին եւ բնականաբար Պուտինը այն մարդը չէ եւ այն քաղաքական ֆիգուրան չէ ով կարող է
հանրության առաջ թեկուզ եւ այլ բան ասել եւ այլ բան անել, բայց ինչ վերաբերվում է կոնկրետ ճանապարհների ապաշրջապակումը, երկաթգծի օգտագործումը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքի միջով տարանցիկ երկաթգծի օգտագործումը եւ ապրանքաշրջանառության բարձրացումը նաեւ դրա շնորհիվ նավթամթերքի եւ տարբեր այլ ռեսուրսների ավելի բնականաբար լոգիստիկան ավելի էժանանում է եւ դա միայն տնտեսապես շահավետ է Հայաստանին եւ նաեւ տնտեսապես Կարող է լինել Ռուսաստանի եւ Ադրբեջանի։ Կանոր պարոն Լևոնյանը նոյեմբերի 9-ի փաստաթղթից խոսեց, չէ՞, ներեցու։ Մի հատ ընթերցենք էլի 9-րդ կետը, եկեք միասին։ Բայց եկեք շատ չծանրանանք։ Չէ, շատ չծանրանանք, բայց ուղղակի տեղեկացնենք, որ պարոն Լևոնյանը ոնց որ տեղյակ չի կամ ձև է տալիս, որ տեղյակ չի, ուրեմն 9-րդ կետը ասում է, ապա շրջափակվում են տարածաշրջանում բոլոր տնտեսական տրանսպորտային կապերը Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների եւ Նախիջևանի ինքնավար հանրապետության միջև տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը քաղաքացիների տրանսպորտային միջոցների եւ բեռների երկու ուղղություններով անխոչնդոտ տեղաշարժը կազմակերպելու նպատակով տրանսպորտային հաղորդակցության նկատմամբ վերահսկողություն իրականացում է Ռուսաստանի ԱԴՑ սահմանապատ ծառայության կողմից, այսինքն սրա մասին է ես խոսում, ես մեղրի բան անուն չեմ տվել, այդ ճանապարհը որտեղով կանցնի, այսպես կոչված Ադրբեջանի արևմտյան շրջանները, որոնք Արցախի հանրապետության տարածքներին ինչպես կկապի Նախիջևանի ինքնավար հանրապետությանը, ես տեղանուն չեմ նշել, բայց ես ասել եմ մի բան, որ փաստաթղթում Նիկոլ Փաշինյանը ստորագրել է այն, որ վերահսկողությունը պիտի իրականացնեն ռուսները, հետո հրաժարվել է այդ վերահսկողությունից։ Իսկ ով է վիճեցրել նոյեմբերի 9-ի փաստաթուղթը։ Նիկոլ Փաշինյանը Պրահայում, բայց ինչպես պարոն Մղդեսյանն ասաց, շատ ծանր է։ Մենք սրա վրա ամբողջ ով էր Լաչինի միջանցքը փակել մինչև Պրահան։ Ով էր փակել։ Լաչինի միջանցքը փակվել է Պրահայից հետո, պարոն։ Ոչ։ Լաչինի միջանցքը փակվել է Լաչինի միջանցքը իսկապես փակվել է Պրահայից հետո։ Դեկտեմբերին Պրահայի հայտարարությունից դուք տեղյակ չեք ընթացող գործընթացի։ Եկեք պարոն, կենտրոնանանք մեր թեմայի վրա։ Պարոն Լևոնյան, դուք ասացիք հետեւյալը. տնտեսական մասով, որ զարգանում են հարաբերությունները Ռուսաստանի հետ, բայց այն հիշատակումները, որ Պուտինն արեց խոսելով գազի մասին, խոսելով շուկայի մասին եւ այլն, արդյոք սա նախերգանքը չէ նրան, որ կարող են իսկապես որոշակի կոշտ միջոցներ կիրառվել եւ եթե հանկարծ կիրառեցին Հայաստանը որպես պետություն պլան B ասվածն ունի, այսինքն եթե հանկարծ մի օր որոշեց Ռուսաստանը, որ գազի գինը թանկանալու է Հայաստանի համար, որովհետեւ ունի դրա մեկնաբանությունները եւ հիմնավորումները, որքան էլ Հայաստանը դա չընդունի։ Եթե հանկարծ որոշեց, որ չգիտեմ, ինչ որ մի շրջան Լարսի անցակետում խնդիրներ են առաջանալու եւ հայկական ապրանքները չեն գնալու այնտեղ։ Հայաստան պլան B ունի այդ տնտեսական լուրջ ռիսկերին դիմակայելու համար։ Նմանատիպ ճգնաժամեր բազմիցս եղել են մեր պատմության ընթացքում եւ բնականաբար լուծումներ եւս գտնվել են բարբերաբար ես կարող եմ դեպքեր երբեմն նաեւ գազի գին են թանկացել օրինակ համեմատելով չգիտեմ Մոլդովայի սակագնի հետ կամ նախկինում մինչեւ պատերազմը Ուկրաինայի սակագնի հետ Հայաստանի սակագինը համեմատաբար ավելի բարձր է եղել երբեմն քան մնացած Ուկրաինան տրանզիտային պետություն է ռուսական գազի տրանզիտային պետություն էր բայց նաեւ Ուկրաինան իր տրանզիտի համար գումար էր ստանում ու եթե չգիտեք զգալի մեծ գումարներ էր ստանում դեպի Եվրոպա տարանցման համար, եթե չեմ սխալվում, խոսքը տարեկան 2-ից ավել 2-3 միլիարդ դոլարի մասին է եղել եւ պատկերացնում եք արդեն ինչ մեծ գումարների մասին է խոսքը եւ դրանով իսկ հանդերձ արդեն իսկ սակագինը էժան է եղել, բայց մենք ունենք այլընտրանքային ուղիներ Եվ նորից եմ կրկնում, ես իմ խոսակցության սկզբում ասացի, այս այցը սուվերենության մասին է։ Երբ որ դուք խոսում եք օրինակ Պարսկաստ Իրանից եկող խողովակը, մենք խոսում ենք սուվերենության մասին։ Ես Քոչանի կառուցած եւ սակարկած Հայաստանի այլընտրանքային էներգետիկ անվտանգությունը կասկածի տակ դրած 400 մմ, եթե չեմ սխալվում, նախագծով նախատեսված տրամաչափը, լայնությունը փոխարինել Ռուսաստանի թելադրանքով, որպեսզի Հայաստանը համապատասխան ծավալի, որպեսզի Հայաստանը համապատասխան գազի ծավալի այլընտրանք ունենա եւ ինքնաբավնի ձևանում։ Այդ գազամուղին դեմ է եղել գլխավորապես Միացյալ Նահանգները, իհարկե նաև Ռուսաստանի Դաշնությունը։ Այսինքն Միացյալ Նահանգները դեմ է եղել 400-ին, բայց կողմ է եղել 200-ին։ Չէ, տեսեք, դա որ ասում եք, այդ փաստը որ ասում եք, վերջում պիտի շնորհակալություն հայտնեք Ռոբերտ Քոչյանին, ինչու, որովհետև մարդը անկախ իր իշխանության ժամանակ եղած թերություններից կարողացել է երկու աշխարհաքաղաքական կենտրոնի հետ բանակցել այնպես, որ իրանց շահերին ոչ ձեռնտու
Գազամուղ կառուցում։ Հիմա դուք որպես իշխանություն 8 տարի է իշխանություն, դուք կառուցեք այդ 400 մմ-անոց գազամուղը։ Այո, երբ որ իշխանության չեք լինում, դուք նորից հետո իշխանության չեք լինում, դուք շատ լավատես եք, բայց ձեր ուտոպիստական դուք էլ եք նկատում, որ ԿՊ իշխանություն չլինելը ուտոպիստական լավատեսությունն է, որ ձեզ խանգարում է, ինչը որ խոսակցության սկզբում նաև դուք մատնանշեցիք եւ փաստեցիք եւ ընդունեցիք, որ արդեն իսկ Պարոն Լևոնյան, տարբեր հաշվարկներով առաջատարը չեք կարող տարբեր հաշվարկներով այդ գազի խողովակը, որ մենք Իրանից ունենք, նախ այնտեղ պետք է պոմպեր դրվեն, որովհետեւ իսկապես այս պահին, որ ինքը ապահովում է ներքին պահանջարկի 15-ից 17%, 15-ից 17% եկեք, այսպես ընդհանուր պահանջարկը, որովհետեւ ավելի պարզ լինի, հա, հանրության համար, որովհետեւ դա դառնա գոնե 80% կամ 70%, այնտեղ պետք է հզոր նասոսներ, պոմպեր դրվեն, որովհետեւ իսկապես այդ բանը խողովակը լցվի ամբողջությամբ եւ մատակարարի։ Թե Իրանի նկատմամբ սանկցիաների պարագայում այդ ինչ արագությամբ մենք պետք է անենք, որպեսզի ինքը դառնա իսկապես այլընտրանք, ես դա չեմ հասկանում։ Ինչպես է այդ դեպքում այլընտրանքը քաղաքական պայմանագիրը Իրանի հոգեբանների ես իրեն եմ կներեք էլի դուք Իրանի հոգեբան առաջնորդը սպանվում է, Իրանի հոգեբան առաջնորդը սպանվում է, այսպես վախենում են ցավակցել անմիջապես ու մնաց պոմպեր տեղակայել, որ գազ բերեն։ Բացարձակապես անտերին է եւ ցավակցության նոտաներ են հղվել եւ հումանիտար օգնություններ են ուղարկվել Իրանի Իսլամական Հանրապետություն, եթե տեղյակ չեք ձեզ տեղեկացնեմ, եւ միգրանտներին արդեն իսկ ովքեր որ դուրս են գալիս լքում են երկիրը պատշաճ օգնություն է ցուցաբերվել նաեւ Կարմիր խաչի միջնորդությամբ եւ Հայաստանի պատկան մարմինների միջնորդությամբ։ Իսկ ինչ վերաբերում է ձեր հարցին, ասում եք Իրանի հետ դժվար է լինելու սանկցիաների տեխնիկական խնդիրներ կան։ Անգամ Եվրոմիությունում, Եվրոխորհրդանում վարչապետը հայտարարեց, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը բարեկամ երկիր է Հայաստանի եւ նույնն էլ հայտարարեց նաեւ, եթե չեմ սխալվում, Իրանի Իսլամական Հանրապետության պաշտոնյաներից երևի թե նախագահների իմիջելով այդ հանդիպման ժամանակ, որ նաև Հայաստանը դեպի Եվրոմիություն քայլեր է ձեռնարկում եւ Եվրոմիությունը մեր գործընկերն է հայտարարեց, ինչպես է լուծվելու այդ հարցը։ Եվ դա ինչ է նշանակում, որ մենք կարողանում ենք անկախ քաղաքականություն վարել եւ մենք վարում ենք այն քաղաքականությունները, որոնք որ ձեռնտու են ՀՀ պետական շահին, որոնք որ բխում են Հայաստանի Հանրապետության պետական շահից։ Պարոն Լևոնյան, ես դա չեմ ժխտում, ես նկատի ունեմ այսօր Պուտինը թանկացնում է Ռուսաստանը որոշում է կազմում $600 սահմանել գազի գինը Հայաստանի համար, որը ամեն ինչ մեկ օրում թանկացավ, մեկ օրում։ Պատկերացնենք մի պահ։ Ես չեմ պատկերացնում, մի ամսում թանկացավ։ Մենք նախ եւ առաջ ինչպես ենք անելու դա, ինչպես մեծ ռեզերվներ, ունենք գազի մեծ պաշարներ, Ավանի աղի հանքի հատվածում, կուտակված անբարված ծավալները չգիտեմ, որոնք որ բավարար են մոտավորապես 3 ամսվա սպառման համար Հայաստանի Հանրապետության, տենց կարող եմ ասել ժամանակահատվածով, բայց ունենք նաև այլընտրանքային այլ էներգիայի աղբյուրներ, օրինակ արևային կայանները, արևային կայանների տեղադրումը, որը որ կառավարության նախանշված ծրագրից էլ ավելի առաջ է։ Այսինքն կարծում եք, որ այնուամենայնիվ Հայաստանը էներգետիկ ճգնաժամի առաջ չի կանգնի։ Եթե հանկարծ նման շատ բարձր վատ սցենարով գնաց իրավիճակը։ Կան բազմաթիվ այլ տարբերակներ, մենք արդեն Ադրբեջանից ունենք նախադեպեր նավթամթերք ենք եւ վառելիք ենք, բենզինային վառելիք ենք ներկրել, որը որ շատ ավելի էժան է եւ որակապես չի զիջում հաստատ ռուսական վառելիքին եւ լոգիստիկ առումով եւ ժամանակի առումով շատ ավելի շահավետ է լինելու ներկրել օրինակ Ադրբեջանի Հանրապետությունից կամ օրինակ ասեցի Իրանի Իսլամական Հանրապետությունից։ Ինչն է ներկրում Ադրբեջան գազը։ Ծավալները հաշվել եք ադրբեջանական գազի, նավթի։ Հիմա բենզին ենք ներկրում հիմնականում եւ այլ նավթամթերքներ, եթե չեմ սխալվում։ Պիտում եւ այլն։ Նույն հարցը ձեզ այլ ընտրանքների տեսանկյունից, հա։ Գալիս ենք շատ հաճախ երբ ընդդիմության հետ ենք խոսում, գալիս ենք հակառակ ծայրահեղությանը, որ պետք է ամեն ձև ուղղվել դեպի Ռուսաստան եւ հաշվի չառնել Ամերիկայի, չգիտեմ, շատ հաճախ Եվրամիության հետ ունեցած կապերը։ Այդ միակողմանի կախվածությունն էլ վտանգավոր չէ։ Խնդրեմ ձեր կարծիքը։ Կա լինում են իրավիճակներ, երբ միակողմանի կախվածությունը կամ ավելի շատ կախվածությունը որևէ ռեսուրսից քո կամքից անկախ է տեղի ունենում։ Եթե գնանք այն ճանապարհով, ինչ ճանապարհով գնում են, ասենք Եվրամիության առաջնորդները, որոնք հիմարության են գնում, ասենք իրանց տնտեսությանը վնասելով ռուսական գազից հրաժարվում են։ Իհարկե կարելի ասել մենք կախվածությունից հրաժարվեցինք, ասենք Գերմանիայում կառուցել էին բանով կոշտ վառելիքով աշխատող էլեկտրակայան, հա, հոսանք արտադրող էլեկտրակայան, այո,
6 տարի առաջ էր կառուցվել, հիմա պայթեցվեց, ասեցին մեզ պետք չէ, որտեղ ռուսական կոշտ վառելիքով է սա վառվում, այսինքն աշխատում։ Եթե ես աբսուրդային տրամաբանությամբ գնանք, կարող ենք ասել, իհարկե կարող ենք հրաժարվել ռուսական գազից։ Պարոն Լևոնյանի ասածը, գիտեք, այնքան միամիտ հաշվարկների տպավորություն է։ Լևոնյան չի ասում հրաժարվել։ Չէ, երբ որ ասում եմ արևային կայաններ, աննախ արևային այլընտրանքային էներգիայի աղբյուր եմ ասում։ Այլընտրանքային, բայց ներողություն, արևային կայանները, չէ, աղբյուրներից մեկը որպես։ Արևային կայանը, կայուն էլեկտրաէներգիայի աղբյուր չի, եւ որպեսզի քո արևային Լուրջ եք ասում։ Եղանական պայմաններով թելադրված փոխվում է։ Իսկ դուք Հայաստանում գիտեք արևային միջին օրերի քանակը տարեկան։ Պարոն Լևոնյան, դուք գիտեք։ Ես չեմ ասում քանակը, չէ, ես չեմ ասում քանակը, երբ որ դե ասում եմ միջին տարեկան ստատիստիկա գոյություն ունի եւ 250 Հայաստանում արևային օրեր կա, անկախ եղանակային պայմաններից։ Իսկ մնացած օրերը կուտակիչներ գոյություն ունեն, հարգելի։ Եղավ, շատ լավ, պարոն Լևոնյան, ուղղակի ես զարմանում եմ ձեր այդ մոտեցման վրա, ամեն դեպքում հիմա ես դա ասացի ալտերնատիվ դու պիտի կայուն էլեկտրաէներգիայի աղբյուր ունենաս, որը բալանսավորի, արևայինն էլ կօգտի կողքից։ Ատոմային նոր էներգիաբլոկ հնարավոր է կառուցել, որը նախագծերը ոչ թե գազից հրաժարվելը կամ գազի հավանական կորուստը, հիմնական աղբյուրի կորուստը, ասել որ կարելի է կոմպենսացնել արևային էներգիայով։ Տեսեք, պարոն Լևոնյանը, երբ որ Բայց այնուամենայնիվ այլընտրանքներ չպետք է ստեղծես քեզ։ Միակողմանի կախվածությունը իսկապես վտանգավոր է։ Իրանական գազի առումով որոշակի այլընտրանք ստեղծվել է, որը պիտի հզորացվի, ես այդտեղ համաձայն եմ ձեզ հետ, որովհետև հիմա աշխարհաքաղաքական բան էլ է տարածաշրջանում փոխվում, գուցե իրավիճակը այնպես փոխվի, որ այլևս արևմուտքը չկարողանա ազդել տարածաշրջանի վրա, որ հրաժարվեն իրանական գազից կամ ավելի պակաս իրանական գազ ձեռք բերեն, դա դեռ զարգացումներ են, որ պիտի տեղի ունենան, հա։ Բայց այս պահին, այսինքն չհիմնավորված գնալ Ռուսաստանի հետ իրավիճակի սրման, որևէ հիմնավորում չկա, այսինքն նույն հիմարագույն մոտեցումը կլեր, եթե մենք չհիմնավորված արևմուտքի հետ գնայինք սրման, ասենք Միացյալ Նահանգները մեզ թշնամի է, Միացյալ Նահանգները հիբրիդային պատերազմ է այստեղ իրականացնում, ոչ, մենք պիտի հասկանանք, որ Հայաստանը, ես զարմացա Նիկոլ Փաշինյանը Մոսկվա գնալուց առաջ այդ հայտարարությունը արեց, իմ մոտ տպավորություն էր, որ հայտարարությունը, որ այդ մարդը վերջապես ռեալ պոլիտիկը ընդունել է, հա, որ Ռուսաստանը այլ պետություն է, իհարկե ես պիտի զանգեմ, խնդրեմ հանդիպում, քաշային կատեգորիաների տարբերություն կա, բայց ասենք հիմա այն ինչ որ պարոն Լևոնյանն է խոսում կամ ԿՊԱ-ականներ, որ ինքնիշխանություն, հա, հասկացանք, ինքնիշխանությունը բոլորը կողմ են, բայց նույն Նիկոլ Փաշինյանի ասած տրամաբանության մեջ դուք պետության հետ հարաբերվելիս պիտի հաշվի առնեք իր քաշային կատեգորիան։ Ներողություն, այդ ո՞նց է լինում, որ դուք վախենում եք Ադրբեջանի նման պետությունից։ Ես չեմ ասում պատերազմ հրահարեք, բայց վախենում եք Արցախ անունը չեք տալիս, որովհետև վախենում եք, որ Ադրբեջանը կվնասի Հայաստանը։ Ռուսաստանից վախ չունի։ Միջազգային տերմինոլոգիա գոյություն ունի, Ռուսաստանից վախ չունի։ Միջազգային տերմինոլոգիա եթե ձեր շարժարիթը վախն է, ապա տերմինոլոգիական առումով եթե նայենք, տերմինոլոգիայի անունը կողմով նայենք, կար Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ, որը ինքնահռչակվել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետություն։ Եվ հետո ավելացվել է Արցախը։ Գիտեք, ես վստահ եմ, դուք որպես հայ, ես ինքս, ես վստահ եմ, դուք որպես հայ ու հայաստանցի Լեռնային Ղարաբաղում ինձ մի սովորեցեք, ինչ է Ղարաբաղը, ինչ է Արցախը։ Թույլ տվեք ասեմ, ես վստահ եմ, դուք որպես հայ ու հայաստանցի հաշ չեք ձեր ասած եթե ինչ որ հիմա ասում եք։ Եթե ստիպված եք մի ասեք, ձեռով արեք, եթե ես 20 տարի առաջ լինեի երկրի ղեկավար, օրինակ կարող է իմ ցանկությունները լրիվ այլ լինեին եւ օրինակ կամ ես կարողանայի հուշել թող ժամանակին ուրեմն ճանաչեն եւ գործուն քայլեր ձեռնարկեն այդ ուղղությամբ։ Ներողություն եմ, պարոն Մուրադյան, դուք մի կողմից ասում եք, որ ռեալ պոլիտիկը պետք է հաշվի առնել եւ Փաշինյանը հաշվի առնելով հայտարարեց դրա մասին, որ չգիտեմ ինքը պետք է խնդրի Պուտինից հանդիպում եւ ոչ թե հակառակը, բայց Ադրբեջանի ուժերի բալանսի խախտման եւ այլնի հետ կապված, որ իշխանությունը ռեալ պոլիտիկի կարծես կողմնակիցն է, որ չստեղծի հավելյալ ռիսկեր Հայաստանի համար, դուք ասում եք, այ դրա մասին չեք խոսում, սրա մասին չեք հայտարարում։ Ձեր ասածները հավելյալ ռիսկեր չեն ստեղծում։ Տեսեք, դուք իմ հարցը չլսեցիք։ Ես ասացի, երբ որ դուք վախենում եք Ադրբեջանից եկող ռիսկերից, Արցախ անունը չեք տալիս, ասում եք պատերազմ կհրահարվի։ Ռուսաստանից չեք վախենում, եթե ձեր շարժարիթը, ներողություն, եթե ձեր շարժարիթը վախն է։ Ամենևին ես չեմ կարծում, որ Հայաստանը պիտի հայտարարի, որ գնալու ենք Արցախը ազատագրենք, տարածքները գրավենք, չէ, բայց արցախցիների վերադարձի իրավունքը կարելի է քննարկել, թե ոչ։ Ի վերջո
Գիտեք հարցը ինչու՞մն է։ Նիկոլ Փաշինյանը, ես սա ավարտեմ, Նիկոլ Փաշինյանն ու քաղաքացիական պայմանագրի իրավիճակը հասցնում են աղետի, դասում են դե ասա այս աղետից ոնց ենք դուրս գալ, ասում են կներեք դուք եք ինչ եք հասցրել աղետի հասցնողները հասցրել են աղետին 20 եւ 30 տարի, ես չեմ ուզում այդ ծեծված թեմաները, ձեզ շատ քաչ հայտնի թեմաները նորից արծացել, երկիրը թալանած, կողոպտած, բանակի վիճակը, եթե ծառայել եք դուք լավ գիտեք բանակը ինչպիսին է եղել 15 տարի առաջ, խնդրում եմ այդ դաշտը դուք այդ դաշտում միանշանակ տանուլ եք տալուց, խնդրում եմ այդ դաշտ մի մտեք, ինչ վերաբերվում է Հայաստանի Հանրապետության սուվերենության, այսինքն դուք պատրաստ եք հանուն գազի չթանկացման սակարկել Հայաստանի սուվերենությունը։ Դուք ինչպես ձեր քաղաքական առաջնորդը, նորից եմ կրկնում, դուք ինչպես ձեր քաղաքական առաջնորդ Դովբետ Քոչյանը, ով պատրաստ է բանակցել միութենական պետության կազմ մտնելը եւ դիտարկել այդ ներողություն ես գնահատական, բայց սուտ եք ասում, այդպեսի բան չի եղել։ Հիշեցեք այդպեսի հայտարարություն։ Իր հայտարարությունները ես ուղարկեմ ձեզ, եթե չեք հիշում, եթե չեմ սխալվում, եղել հայտարարությունը քննարկելի օպցիա է։ Քննարկելի է։ Ռոբերտ Քոչյանը ասել է, որ ես շատ լավ գիտեմ Ռոբերտ Քոչյանը ասել է, ես այս պահին երկրի ղեկավարը չեմ, ես չգիտեմ նման առաջարկ եղել է թե ոչ, ես չգիտեմ նման առաջարկ քննարկելի է, նորից եմ կրկնում։ Դե հիմա ես նորից եմ ասում ձեզ, նման ուժերը եւ Ռուսաստանը, երբ որ արդեն բացայտ իր երկրի ղեկավարի դեմքով բացայտ հայտարարում է, այստեղ մի հատ կազուս կա։ Երեք նայում էի ցույց էին անում Բաղրամյանում, ուժեղ Հայաստան կուսակցության անդամներից մեկը ցույցեր թե մամուլի ասում ես, կարծեմ ասում ես։ Չգիտեմ, չէ, բողոքի ակցիա են իրականացնում ԱԺ-ում ընդունող նախագծի վերաբերյալ, չէ, բողոքի ակցիա են անում, հա, իրակ, չգիտեմ, դե յուրե ինչ են հայտարարել, հա, ասում է հարց է հղում Factor TV լրագրողը, ասում է Պուտինը ձեզ էր մատնանշում, ձեզ նկատի ուներ, որ ասում էր ռուսամետ, եթե իմ ռուսենի իմացությունները ինձ ներում են, пророссийские силы и пророссийские кандидаты, у которых есть российский паспорт, это դա նշանակում է պրոռուսական, պրոռուսաստանյան ուժեր, ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն, դուք ասում եք եւ, այսինքն եւ պրոռուսական ուժերը եւ ովքեր ունեն Ռուսաստանի քաղաքացիություն։ Դուք ասում եք մեզ նկատի չի ունեցել, այն մյուս ուժերի ներկայացուցիչները ասում են մեզ նկատի չի ունեցել, մենք հայամետ ուժ ենք։ Բա ում կարող մեզ է նկատի ունեցել։ Ո՞քի վրա կեղծում եք իմ Պարմուրազին ասած դուք ասացիք, չէ, դուք կրկնում եմ, ես ուրիշ բան, ռետորիկան է հարցը։ Ներողություն, ես հարցը ռետորիկան, դուք ասացիք մենք գործընկերային։ Դուք ասում եք գործընկերային կողմնակիցն ենք հարաբերությունների, մեր որպես ռազմավարական դաշնակից, գլխավոր դաշնակից եւ այլն։ Դուք ասում եք մենք պրոռուսական չենք, դուք ասում եք մենք իրանց որպես գլխավոր գործընկեր ենք դիտարկում։ Ձեր ասածը։ Դուք իմ միտքը, եթե ես ասել եմ քաղաքացիական պայմանագրի ֆոնին, որը թշնամական ռետորաբանություն ունի դեպի Ռուսաստանի դաշնությունը, այո, մեզ կարող են դիտարկել պրոռուսական։ Հիմա հագելիս դուք մանիպուլացնում եք եւ նորից եմ ասում, հակապետական հայտարարություններ եք անում։ Նորից եմ հիբրիդային պատերազմով Հայաստան դեմ։ Հիբրիդային պատերազմ բազմաթիվ մարդիկ փորձում են անել տարբեր լծակներով եւ տարբեր Արադ Միրզոյանը Եվրամիություն, որ նամակ է գրել, որ պետության անունն է հիշատակել։ Նորից եմ կրկնում, պետության անունը չի հիշատակվել, ասել է պետությունից հիշատակվել է Ռուսաստանից, երբ որ պետությունից է հիշատակվում, ներողություն։ Եվ հետո Եվրամիության պաշտոնյաներին չեն ասել, որ այնինչ Ռուսաստանի դաշնությունը փորձել է անել Մոլդովայում, հիմա փորձում է անել Հայաստանում, Հայաստանի խնդրանքով մենք դրանց աջակցելու ենք։ Հիմա եթե դուք այդ պետությանը հռչակել եք թշնամական պետություն, որը հիբրիդային պատերազմ է վարում Հայաստանի դեմ։ Մեկնում եք անում հիմա։ Դուք հիբրիդային պատերազմ բարեկամները վարում են իրար դեմ։ Հիբրիդային պատերազմ կարան նաև վարեն իրար մրցակից երկրները, կարան վարեն ընդհանուր շահ ունեցող կամ ինչ-որ մի ընդհանուր բան չկիսող երկրները։ Դուք տեղեկատվական արշավը խառնում եք հիբրիդային պատերազմով։ Հիբրիդային պատերազմը հիբրիդային պատերազմները տարբեր ձևի են։ Եկեք անցնենք մյուս հարցին եւ այդ հարցով ամփոփենք եւ ավարտենք։ Տեսեք, պարոն Լևոնյան, այն ձևը ինչու էլի վերադառնալով այդ հանդիպմանը, հա, Պուտին-Փաշինյան, շատերի մոտ, հատկապես դրսում, մարդկանց, որոնք ավելի մակրո են դիտարկում աշխարհը, հետազոտում տարբեր տարածաշրջաններ, ասացին եւ խոսում ենք իրենց հետ, ասում են մեր մոտ,
ուկրաինական դեժավյու առաջացրեց, այսինքն 2013 թվականի այդ հանդիպումները, երբ որ Ռուսաստանը փորձում էր Ուկրաինային հետ պահել եվրոինտեգրման ուղուց, ի վերջո Յանիկովիչը կայացրեց որոշում, որը հանգեցրեց ներքին ճգնաժամի եւ ճգնաժամերի շղթայի, որ մինչեւ հիմա շարունակվում է, հա։ Դուք արդեն Հայաստանը արդեն մոտ է այդ իրավիճակին, այսինքն որ իր հետ, ինչպես պարոն Մուրազին ասեց, այդ այն բառապաշարով են արդեն խոսում, ինչպես ժամանակին խոսում էին Ուկրաինայի հետ։ Ես չեմ ուսումնասիրել ռուսական իշխանությունների եւ ռուսական ղեկավարության Պուտինի հանդիպումների այլ պետությունների ղեկավարների հետ եւ նարատիվները, բայց ես Հայաստանի Հանրապետության մեջ եմ քաղաքականությամբ զբաղվում եւ ուսումնասիրում եմ Հայաստանին առնչվող մասնավորապես գործընթացները, բայց եթե դուք այդ դիտանկյունից եք նայում, ձեր խնդիրը դրանում է կանում, որ դուք հոգեբանորեն տրամադրված եք, որ պետք է հետևեք Ռուսաստանի քայլերին եւ համընթաց շարժվեք Ռուսաստանի քայլերին։ Ձեր խնդիրը դրա մեջ է։ Հետևելը համընթացի մասին չէ, անկարման մեջ է։ Դուք ուզում եք շարժվեք, հետևից գնաք։ Հետևելը դրա մասին է։ Բայց նորից եմ ասում, հստակ արձանագրվեց նաև դրական կողմերը ամբողջ այս ընթացքում գրանցված եւ հստակ նաև արձանագրվեց այն փաստը, որ Պուտինը նշեց, որ դրանք անհամատեղելի, այսինքն Եվրասիական տնտեսական միությունը եւ Եվրոմիությունը տնտեսական առումով իրանք անհամատեղել են, քանի որ կան տարբեր կրիտերիաներ, տարբեր պահանջմունքներ, ֆիտոանձնագրեր եւ այլն, սերտիֆիկացում եւ պարոն Փաշինյանը նշեց, որ մենք գնալու ենք մեր ստանդարտների բարձրացմանը, չգիտեմ, դեպի Եվրոմիության ստանդարտներին քանի դեռ համադրվում են այդ օրակարգերը, մենք որևիցե ռիսկ կամ խնդիր չենք տեսնում եւ երբ որ կգա մի պահ, երբ որ կտեսնենք, որ արդեն խանգարում է դա ԵԱՏՄ մեր գործընկերային հարաբերություններին, մենք դա կդադարեցնենք այդ պերիոդ եւ ի պատասխան ինչին պարոն Պուտինը եւ ինչին ի պատասխան պարոն Պուտինը ասեց հավանաբար այո այդ ընթացքում նաեւ մեր ստանդարտները մեր տեղական ստանդարտները կհավասարեցվեն, գուցե կգա մի օր, երբ որ ամբողջ Եվրասիական մայրցամաքը չէ, որ ամբողջ Եվրոպան եւ Ռուսաստանը եւ Հայաստանը Եվրասիա մայրցամաքի մասն են կազմում, կգա մի օր, երբ որ ամբողջ ստանդարտները կլինեն նույնական եւ չեն լինի որոշակի ինչ որ սահմանափակումներ այս կողմից կամ այն կողմից։ Այսինքն ես այդտեղ տեսել եմ կառուցողական գործընկերային հարաբերություններ, գուցե եւ եղել են ազդակներ, գուցե եւ եղել են փորձեր, այսինքն երբ որ դու հիշատակում ես, որ քո բարեկամ երկրի առաջիկա ընտրություններում պետական ազգային ժողովի ընտրություններում կան Ռուսաստանի քաղաքացի ցանկություն հայտնող մասնակիցներ, բնականաբար դա ներքին գործերի միջամտության փորձ է, չէ՞։ Ես չեմ կարծում, որ որևիցե պետության ղեկավար պետք է ընդդիմությունից ինչպես կհակադարձենք, ասեմ Վենսը այստեղ հայտարարեց, որ ուղիղ աջակցում է Փաշինյանին այս ընտրություններին։ Դա ներքին գործերին աջակցության փորձ չէ։ Այդ հարցը մենք մեկնաբանել ենք եւ ԱԳՆ-ն է մեկնաբանություն տվել եւ վարչապետի մակարդակով էլ է, եթե ես չեմ մամլո խոսնակի մակարդակով եղել է։ Դա միջամտություն չէ, դա ուղղակի ժեստ է, որ դեմոկրատ ժողովրդավար պրոցեսներ են ընթանում Հայաստանում եւ միայն ողջունում են այդ հայտարարությունը ժեստ է, Պուտինի հայտարարությունը միջամտության։ Պատկերացրեք, եթե Վլադիմիր Պուտինը օրինակ հայտարարեր, որ ելնելով Ռուսաստանի, Հայաստանի բարեկամական հարյուրամյակների բարեկամությունից մենք համարում ենք, որ ճիշտ կլինի, որ Ռոբերտ Քոչարյանը ընտրվի Հայաստանի վարչապետ, դա հիբրիդային է։ Կոնկրետ սուբյեկտի մասին է, սուբյեկտների մասին է։ Կամ Նիկոլ Փաշինյանը ընտրվի։ Կամ Նիկոլ Փաշինյանը, դա հիբրիդային կլինի։ Կոնկրետ սուբյեկտ, երբ որ մի քաղաքական մի երկրի ներկայացուցիչը խոսում է ընդհանուր process-ի, որ բոլորս գիտենք, որ այդ process-ը մեկնարկել է Նիկոլ Փաշինյանի օրոք, ժողովրդավարությունը, ազատ խոսքի իրավունքը, այդ ամեն ինչը մեկնարկել է, ես չեմ կարծում եմ, որ դուք չունեք առարկություն այդ մասով, Նիկոլ Փաշինյանի եւ 2018-ի Թավշյա հեղափոխությունից հետո եւ ողջունում է այդ process-ները եւ ողջունում է Նիկոլ Փաշինյանի նման քաղաքականությունը, դա համեմատել կոնկրետ սուբյեկտների մատնանշմամբ, որ ովքեր որ նաև հանդիսանում են միաժամանակ այլ երկրի քաղաքացի եւ խոսում են Հայաստանի Հանրապետության ներքին գործերից, ես կարծում եմ դա այստեղ խնդիր կա, բայց ինչին տրվել է համաձայն պատասխան, որտեղ Հայաստանում ՀՀ սահմանադրությունը գերակա է։ Ընտրական process-ում Նիկոլ Փաշինյանը Հայաստանի ներկայացուցիչը չի, ՔՊ-ի ներկայացուցիչն է։ Դա արձանագրենք, հա, եւ ամեն քաղաքական առաջնորդ իր ուժի ներկայացուցիչն է։ Եվ այդտեղ Վենսի հայտարարությունը Հայաստանի հետ կապ չուներ, դա կոնկրետ քաղաքական միավորին աջակցություն էր։ Պարոն Մուրազի, տեսեք,
Ձեզ եւս մեկ հարց կարևոր է այս համատեքստում։ Դուք ասում եք, որ կողմ եք Ռուսաստանի հետ հարաբերությունների բարելավմանը, զարգացմանը եւ այլն, բայց ոչ ի հաշիվ Հայաստանի այլ կապերի ԱՄՆ-ի եւ Եվրոպական միության հետ։ Հիմա հարցը հետեւյալն է։ Օրինակ, պատկերացնենք մի բան, ձեր դաշինքը գալիս է իշխանության։ Ինչ եք անելու TRIP-ի հետ, Թրամփի ուղի ծրագրի հետ, ինչ եք անելու այս ապաշրջափակման գործընթացի հետ, որը ամերիկյան, այսպես ասած, ճարտարապետության ներքո է։ Իրանը արդեն լուծել է, միջև իրանական պատերազմը, TRIP-ը լրիվ ուրիշ։ Ամեն դեպքում Հայաստանի իշխանությունը պետք է որոշում կայացնի դրա վերաբերյալ։ Պատերազմը կավարտվի, մենք կտեսնենք TRIP-ը կա թե չէ։ Չէ, ի նկատի ունեմ, օրինակ դուք ինչպիսին է ձեր մոտեցումը, հատկապես հաշվի առնելով Ռոբերտ Քոչարյանի այն հայտարարությունը, ձեր դաշինքի ղեկավարի, որ TRIP-ը ամենամեծ վտանգն է ստեղծել այս տեսքով Հայաստանի համար։ Դուք չլսեցիք, որ իրականությունը այդպեսին է, այսինքն այսօր Իրանը հարևան պետությունների ինչ օբյեկտներ է թիրախավորում, ամերիկյան, չէ՞, անգամ մասնավոր ընկերությունների, իհարկե, երբ որ աշխարհաքաղաքական տարածաշրջանային զարգացումները տեսնում ես, որ Քոչյանը շատ ճիշտ էր ասում, բայց այստեղ TRIP-ի հարցը անկեղծ եմ ասում, պետք է թողնել իրանական կոնֆլիկտի ավարտին, դա արդեն ցույց կտա TRIP-ը ինչ ճակատագիր ունի, որտեղ դա աշխարհաքաղաքական պրոյեկտ էր։ Գիտեք, պարոն Լևոնյանն մի արձագանք եմ ուզում տամ եւ էլի վերադառնամ ձեր հարցին։ Պարոն Լևոնյանը, երբ որ եւ քաղաքացիական պայմանագրի ներկայացուցիչները անդադ խոսում են ինքնիշխանությունից, չէ՞։ Դուք հիշում եք 2020, դուք եք հոդվածը գրել Civilnet, հա, 2021-26 թվականի նախընտրական այսպես խոստումների կամ ռետորաբանության փոփոխությունը։ Տարբերությունները ակնհայտ, այսինքն 2021-ին այն ինչ որ իրանք խոսում էին Արցախի մասին, մնացած հարցերի մասին, այսօր այդ հարցերը գոյություն չունեն։ Դրա համար այո, ինքնիշխանությունը շատ լավ բան է, բայց երբ որ դուք եք խոսում ինքնիշխանությունից, ես վախենում եմ, որ մենք դա կկորցնենք, որովհետև դուք խոսեցիք Արցախի մասին ու մենք դա կորցրեցինք, դուք այս քիչ առաջ ներողություն, դուք ասացիք խոսքի ազատություն, ասացիք խոսքի ազատություն, մնացած Քիվեստով Մեղրի շրջանի փոխանակման։ Դա հետքվել է, որ նման բան չկա, ամեն դեպքում դուք կարող եք հավատալ։ Դուք կարող եք հավատալ։ Թույլ տվեք խոսքս ավարտեմ։ Դա հրապարակվել է, ոչ թե երկվել։ Ճիշտ է, Մեղրիով պետք է ճանապարհ չտալ, պետք է անպայման TRIP տալ ու ամբողջ Արցախը հանձնել, բայց դրա մասին չի խոսակցությունը։ Խոսակցությունը դրա մասին է, որ երբ որ դուք հայտարարում եք, երբ որ դուք հայտարարում եք որևէ բանի մասին, մենք վախենում ենք մեր ինքնիշխանության համար, որովհետև դուք ամենայն հավանականությամբ հանձնելու եք, բայց եթե դուք իբր թե քարոզչական բաներով պնդում եք, թե Ռուսաստանից եք ինքնիշխանություն ձեռք բերում կամ ավելի ինքնիշխան եք դառնում, դուք հայտնվում եք Ադրբեջանի գերիշխանության տակ, Թուրքիայի էլ չէ, Ադրբեջանի, որովհետև երբ որ Ադրբեջանի նախագահ օրակարգ է թելադրում Հայաստանում, դա տեսեք Արադ Միրզոյանը արտգործնախարարի պաշտպանը զբաղեցնող հայտարարեց, ասես մենք սահմանադրական բարեփոխումներ Ադրբեջանի ասելով չենք կարող, մենք 20 թվականից պլանավորում ենք։ Ներողություն, ակնհայտ սուտ 2020 պարոն Մղդեսյանն էլ թուրքի տախապել 2020 թվականին սահմանադրական բարեփոխում կոչված է սկսել էր Հրայր Թովմասյանին պաշտոնազրկել։ Բազմաթիվ են անալոգները, երբ որ Ադրբեջանի իշխանությունների խոսում եք Ռուսաստանի հետ հարաբերությունների վատթարացման մասին շատ հանգիստ, դուք գնացեք գյուղատնտեսությամբ զբաղվողների հետ խոսեք, արդյունք ստեղծողների հետ խոսեք։ Ես օրինակ զբաղվում եմ գյուղատնտեսությամբ։ Ես գիտեմ, որ հունիսին, ասենք հունիսի 10-ից հետո երբ սկսի բերքահավաքը, ես պիտի իմ այգուց հավաքված ծիրանը տանեմ Ռուսաստանի Դաշնություն, որտեղ դա միակ շուկան է, որ այս ստանդարտների ծիրանը հնարավոր է վաճառել։ Ինչի՞ չեք բարելավում ձեր ստանդարտները։ Իրապես դա այլ խոսակցություն, պետական աջակցության ծրագրեր կան։ Հիմա ամբողջ Հայաստանում այդ ինչի, որտեղ ձեռ է տալիս, որտեղ ձեզ ձեռ է տալիս։ Դուք ինչ եք հանգիստ խոսում, որտեղ պարոն դուք կյանքում անձամբ ձերս նկատում որ քաղաքացիական պայմանագրի վերնախավար։ Հողագործ, չէ, իշխանությանը լավ է։ Ես ինքս լավ գիտեմ հողի գործը։ Գյուղատնտեսության հետ կապ չի ունեցել, չգիտի արդյունք ստեղծել ինչ դժվար է։ Երբ որ այդպես ասում են, դե լավ մենք չունեն մեր ապրանքները, դա խոսում են դրա մասին, դուք չեք պատկերացնում ձեր քաղաքացիները ինչով են։ Տարի առաջ չեք իմացել օրինակ ինչպես է նոյ կոնյակի գործանը կամ շատ այլ տնտեսվարողներ, ովքեր գինեգործությամբ են զբաղվում, խաղողի մթերումը իրականացրել։ Ուզում եք հիշեցնեմ ոնց են իրականացրել։ Որ օրերով սպասեցնում էին ավտոները չէին մթերում, հերթի մեջ կանգնած, քանվում էր, որ Շիրյանը ամբողջությամբ խաղողի քանվում էր, ասում էին դե էս գինն ենք տալի 100 դրամով, օրինակ կամ 50 դրամով։ Ես ասի լավ է։ Բա հիմա ոնց է մթերվում։ Հիմա ինչի՞ չեք ասում, որ իդեալական կերպով մթերվում է։ Հիմա ձեր նախարարը կոչարեց այգիները քանդել եւ Արմավիրի մարզում Լիք Քերոփյանը Վահան։ Ասես թող այգիները քանդել։ Ուրակ Վահան Քերոփյանը հիմա։
Ձեր նախարարն եղել ես Վահան Քերոբյանը այլ բանի մասի էր ասում, բայց նաև դուրս եկավ իր պաշտոնից։ Վահան Քերոբյանը այլ բանի մասի էր ասում, շատ ուղիղ ասեց, թո այգիներ եթե չեն կարողանում փոքր այգիների մասին էր խոսում, այնտեղ ուրիշ կոնտեքստ հասկանալի է, բայց մարդիկ եւ ինտենսիվ այգիների մասին է խոսքը գնում, բայց մեկը մյուսին շնորհակալ եմ հարգելի գործընկերներ քննարկմանը մասնակցելու համար։ Իսկապես կարևոր քննարկում էր իմ կարծիքով եւ մենք փորձեցինք հասկանալ ի վերջո ինչ շահեց, ինչ վտանգեց Երևանը Փաշինյանի Մոսկովյան այցով եւ մեր քննարկման բանախոսներն էին Բորիս Մուրազին եւ Լևոն Լևոնյանը։ Շնորհակալություն, մինչ նոր հանդիպում։